Մենք այնտեղ էլ ասացինք, հիմա էլ ենք ասում, որ մեր եկեղեցու ավանդույթի համաձայն եւ բոլորն են դա ընդունում, հնուց եկել է, որ տաղավար տոներին եկեղեցում պիտի պատարագ մատուցի եկեղեցու հոգևոր հովիվը։ Իսկ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ ընդհանրապես Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվը Տեր Հայկ քահանան է, որը ըստ կանոնի պիտի Սուրբ պատարագ մատուցեր, որը ըստ էության տեղի չունեցավ, խոչընդոտվեց։ Եվ մենք դրա համար բացատրում էինք, ասում էինք, որ այդպես պիտի լինի, բայց արի ուտես, որ արդեն ներսում զգեստավորված, կարգալույծ եղած քահանան, որքան էլ որ չընդունեն, դա փաստ է արձանագրված հիմքերով, արդեն սպասում էր, որ արարողություն կատարի եւ այդպես տեսակ թե ինչ տեղի ունեցավ, իսկ մեր առաքելությունը նաեւ ինչպես միշտ այն է, որ բացի այն, որ մեր եկեղեցու պատիվը բարձր պահենք, Աստծուն ծառայենք, առաջին հերթին մեր կյանքից ներս Աստծուն դնենք, նաեւ թույլ չտանք, որպեսի որևէ մեկի քթից արյուն հոսի։ Եվ փառք Աստծո, դա մեզ հաջողվեց, որովհետև տեսնում եք նաև, որ այնտեղ միգուցե, այսինքն հստակ երևում էր, որ սադրանքների մասին ես այդ բառը չեմ սիրում, բայց այո, դա կար, մարդիկ թող դատեն, բոլորը տեսել են, ինչ է տեղի ունեցել, բայց փառք ու պատիվ, որ մենք կարողացանք այնպես անել, ժողովուրդն էլ։ Եվ մի շատ կարևոր բան, գիտեք, մենք ունենք մի մեծ առավելություն, որ փառք Աստծո ժողովուրդ հոգևորականի խոսքը չի անտեսում։ Եվ մենք մեր անձը չի կարևոր, հոգևորականը, սև սքեմ հակած մարդը, հոգևորականը, որ ծառայում է տարիներ շարունակ եկեղեցում, ոսկերասում եւ մարդիկ լսում էին։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ որ չպիտի լիներ, որովհետեւ գիտեք, կարգալույծ եղած անձը ինքը չպիտի արարողություն կատարի եւ նաեւ մարդկանց գայթակղության քար հանդիսանա այսպես։ Դե թող պատմությունը դատի, թող Աստված դատի, մենք չենք դատավորը, ասում ենք թող բարին լինի։ Տեր Հայր, այսինքն նաև Թալինից չէ քաղաքացիներ, ովքեր եկել էին մասնակցել Տեր Հայկի մացած պատահին, ժամանցին մաստարա։ Իհարկե, այո, այստեղ Մաստարայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հիմա եկեղեցու ներսում թալինցիներ կան եւ մենք մշտապես ասել ենք, մենք պատասխանատու ենք եւ բոլորն են պատասխանատու այն ժողովրդի համար, ովքեր ստիպված այսօր իրենց բնակավայրից եկան եւ մաստափառք Աստծո պատարագ են մասնակցում, դա չէ հարցը, Սուրբ հաղորդություն պիտի ստանան, օրնաժուր պիտի տանեն, բայց դա ճիշտ չէ։ Մարդը պիտի իր բնակավայրում իրավունք ունի իր բնակավայրում մուտք գործելու եւ Սուրբ պատարագի մասնակցելու, բայց մարդիկ այստեղ են, որովհետեւ չեն ուզում ապօրինի արարողության մասնակցել, որովհետեւ պատարագի մասնակցել նշանակում է, որ պետք է լինի օծված հոգևորական, ոչ կարգալույծ եղած հոգևորական։ Հիմա որքան էլ ընդունեն, չընդունեն, մարդու ընդունելով չի, դա եկեղեցին է դա հրճակել։ Դրա համար մարդիկ Թալինից տեսնում եք եկան այստեղ, նույնիսկ մենք կազմակերպել ենք, Տեր Հայրը կազմակերպել էր, որ միկրոավտոբուսներով այստեղ կան վերջին վարքյանին, այդպես որ դուրսը չմնան մարդիկ, որտեղ իրավունք ունեն մարդիկ Սուրբ Ծննդյան պատարագի մասնակցելու։ Եվ մենք էլ պարտական ենք այդ հոգևոր իրենց իրավունքը հոգալ։ Նռորեքի արարողությունը նաև խոչընդոտվել եւ պաստաբաննել այդ օրը հայտնել էր, որ դա բախվում է, քրեական օրենս գրքով անգամ հոդված էր նշել։ Նույն կերպ եղավ, գրեթե նույն կերպ եղավ, ինչ որ այսօր, մի քիչ տարբեր հագուստներով, մի քիչ տարբեր կերպ, բայց իրականում նույն բանը տեղի ունեցավ։ Գիտեք, մենք քրիստոնյաներ ենք, երբեք մենք թույլ չենք տա, որ մեկին վնաս հասցվի։ Հիմա մենք կարող ենք կանգնել, ասել չենք գնում եւ այլն, եւ միգուցե ասեին, այո, ապրեն մեր քահանաները, որ կանգնել են պինդ եւ այլն, բայց մենք նայում ենք այն մայրերին, այն երեխաներին, այն կանանց, այն պատանիներին, ովքեր հիմա ներսում եկեղեցում պատարագ են մասնակցում, մենք պատասխանատվություն ենք կրում եւ իրական պատասխանատվություն ենք կրում, մենք Տեր Հայր ենք կոչվում։ Դրա համար այդպես ենք անում,
դուրս ենք գալիս։ Դա չի նշանակում, որ մենք չենք ուզեցել անել եւ ի սրտե ենք այդպես ի սկզբանե եկել էինք, որ գնայինք։ Հավաստացների, բայց Թալինի քպական համայնքապետը տպավորություն է, որ ըստ էության նրա հովանավորչությամբ է, հա, կարգալույց հռչակված անձը նաև պատարակ մատուցում, արարողություն անցկացնում, քանի որ քպական համայնքապետը հայտարարել է, որ ինքը պետք է լինի խաչիկավորը եկեղեցու, եւ տպավորություն է, որ թեմի առաջնորդի կալանավորելուց հետո աստվածողների, բայց թեմի առաջնորդի դերը ստանձնել է քպական համայնքապետ Տավրոս Ափյանը։ Թեմի առաջնորդի դերը ոչ ոք չի կարող ստանձնել, որովհետև թեմի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է, հիմա էլ կա եւ պիտի լինի թեմի առաջնորդը։ Ճաղերը չեն կարող բաժանել մարդուն իր հոտից։ Եվ դրա մասին Մկրտիչ Սրբազանը մի քանի անգամ հայտարարել է եւ բոլորը գիտեն։ Պատն ու ճաղը չէ, որ պիտի առաջնորդին մեկուսացնեն ժողովրդից։ Ինքը հայտարարությամբ էլ է հանդես գալիս, հիմա վստահ եմ Սրբազան հայերը այնտեղից աղոթում է։ Այնպես որ թեմի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է։ Իսկ գործառույթի առումով այսօր մեր թեմը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ունի վարչական խորհուրդ, որ Վեհափառ Հայրապետն է կազմը հաստատել եւ այդ վարչական խորհուրդը ղեկավարում է թեմը խորհրդակցաբար քահանաների հետ, այնպես որ Արագածոտնի թեմը խնդիր չունի։ Եթե մարդը ընտրում է թե ում լսի, մարդու խնդիրն է, բայց Արագածոտնի թեմը այսօր ունի առաջնորդող վարչական խորհուրդ, իսկ նորից ասենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է։ Խնդիր չկա։ Մի օր էլ շատ շուտով դուրս կգա եւ մենք բոլորս կգնանք կդիմավորենք իրեն եւ ինքը իր գահին կնստի։ Այստեղ գահը եւ բոլոր եկեղեցիներում գահերը թափուտ չեն մնալու։ Մկրտիչ Սրբազանը նստելու է այդ գահերին եւ ինքն է օրհնելու եւ ինքն է կազմակերպելու, ինչպես միշտ եղել է թեմի բոլոր հոգեվոր, ծիսական գործերը եւ ծառայությունները։ Եվ հենց Թալինի տարածաշրջանում բոլորովին վերջերս մի քանի ամիս առաջ բոլորի աչքի առջև Սրբազան հայերը եկեղեցիներ օծեց, չէ՞։ Հենց ներքին Բազմաբերդի եկեղեցին, Արագածավանի եկեղեցին, այնպես որ ժողովուրդը թող չհուսահատվի, Արագածոտնի թեմը գլուխ ունի։ Հանձին Մկրտիչ Սրբազանի։ Եվ մի ճշտով հարցեր, եթե իհարկե տիրապետում եք, հա, խաչիկավոր նշանակվելը, ով պետք է լիներ, որ Տավրոս Ափյանը, այսպես ինքը իրեն առաջադրեց եւ Այլ անձ պիտի լիներ, ես ինքս չեմ ճանաչում, որովհետև ես այստեղ չեմ ծառայում, բայց հասկանալի պատճառներով այսպես եղավ, որ հիմա այս արարողությունը տեղի ունի, բայց իրականում նայեք անպայման իրավական առումով հոգեվորական այդ տեսանկյունից խնդրեմ բացատրել զորբայությամբ թեկուզ գնալ եկեղեցին արարողություն անել եւ խաչիկավոր իրեն հռչակել արդյոք այդ արարողությունից հետո մեկ այլ քաղաքացի մենք ուրեմն մենք մեր հայտարարության մեջ թեմի հայտարարության մեջ հստակ գրել ենք թե ով կարող է լինել խաչիկավոր եկեղեցում խաչիկավորը տարիների ընթացքում ձևավորված ավանդույթ է եւ խաչիկավոր կարող է լինել այն անձը, ով ընդունում է եկեղեցու ավանդույթները, ով ընդունում է եկեղեցու կարգ ու կանոնը եւ ով ընդունում է եկեղեցու նվիրապետությունը։ Այսինքն ընդունում է ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքը, որովհետեւ նվիրապետության գլուխ կանգնած է ամենայն հայոց կաթողիկոսը։ Իսկ հիմա դուք գիտեք, ես գաղտնիք չեմ ասում, որ այս մարդիկ չեն ընդունում ամենայն հայոց կաթողիկոսի հանգամանքը դիմելով իրեն ավազանի անունով։ Եվ այս պարզ պատճառով այդ մարդիկ ուղղակի չեն կարող հիմա լինել խաչիկավոր։ Եթե ուզում են լինել խաչիկավոր, իրենք կարող են ներողություն խնդրել, դարձի գալ եւ մեծ սիրով թող հոգ տանեն իրենց եկեղեցու մասին։ Ամենակարևորը սա է։ Հոգեվոր ավանդույթայինն է կարևոր եւ երկրորդ այն է, որ խաչիկավորը ըստ ավանդության այդ տարի իր վրա է վերցնում որոշակի հոգսեր իր կարողությունների սահմաններում, իր հնարավորությունների սահմաններում, որովհետև մեր եկեղեցիներում խաչիկավոր եղել են ու լինում են պարզ մարդիկ, զինվորականներ, բժիշկներ, որ մեզ համար բավական է միայն իրենց ներկայությունը, իրենց կերպարը։ Մեզ համար ամենակարևորը մարդու քրիստոնեական կերպարն է, մարդու ունեցվածքը չէ,
մարդու զբաղեցրած դիրքը չէ, մարդու կերպարն է, քրիստոնեական բնութագիրը եւ եկեղեցու հանդեպ իր վերաբերմունքը, ուղղափառ վերաբերմունքը։ Սա է կարևոր մեզ համար, եկեղեցու համար։ Մենք պատահական մարդկանց չենք ասում, եկեք դարձեք խաչի քավորներ։ Այսպես պիտի լինի։ Բայց հիմա սա էլ անպայման շեշտենք, որ ինչ որ տեղի ունենում Թալինում, տեսեք, արարողությունը անում է կարգալույծ եղած հոգևորական եւ արդեն իսկ արարողությունը անվավերել, մնացածը չասենք, մնացած արդեն տարրերը արարողության անվավեր են բնականաբար։ Հիմա տեսեք կարող են չընդունել, դե չընդունելուց բան չի փոխվում, այդպես է, բոլորը գիտեն, որ կարգալույծ եղած է, ով է արել կարգալույծ, եկեղեցին է արել, եկեղեցու կարգապահական, ինչի համար է արել, գրված է հայտարարությունների մեջ, մեր եկեղեցում շատ կարևոր մի սկզբունք կա, կոչվում է հնազանդություն, ստրկություն չէ, հնազանդություն։ Շատ կարևոր բան է, որ մենք այդ սկզբունքի վրա հիմնված ապրում ենք։ Սիրով հնազանդվում ենք մեր հոգևոր ծնողներին։ Եթե սա չկա, ուրեմն արդեն իսկ մարդը ինքն է իրեն դուրս դնում եկեղեցուց։ Եվ սրա կողքին պիտի ասենք, որ վեհափառ հայրապետը այդ իրենք իրենց դուրս ծնողներին միշտ հրավիրում է կանոնական դաշտ, որ հետ դառնան ու գան կանոնական դաշտ։ Մինչև հիմա էլ վեհափառ հայրապետը սիրո եւ կանոնական դաշտ վերադառնալու կոչեր է արել։ Մինչև հիմա էլ այդպես է։ Եվ այդ պնդությամբ էլ վեհափառ հայրապետը պիտի շարունակի ու պիտի անի ու օսի։ Աստված օրհնի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ ձեզ մեծավետի։ Ստա Աստված ու վստահենք, որ հետ այսու մեր տաղավար տոները, մեր սուրբ ծնունդները այսպես չեն լինի եւ այնտեղ հավաքված մարդիկ, այստեղ հավաքված մարդիկ միասին աղոթելու են եւ դրա ծիլերը տեսակ դուք այսօր ու միասին աղոթում են։